Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով։ Էքսիոսի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա։ Զելենսկին հույս ունի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա ըստ նրա հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին։ Զելենսկու խոսքով անվտանգության երաշխիքներին առնչվող փաստաթղթերը պատրաստ են, մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր։ Դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահի խոսքով հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը եւ հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտին։ New York Post-ի հետ զրույցում Թրամփը լավատեսություն է հայտնել խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ։ Կարծում եմ մենք լավ հնարավորություն ունենք, ասել է նա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից։ Պոլիտիկոյի հետ հարցազրույցում խոսելով Զելենսկու հետ նախատեսված հանդիպման մասին Թրամփը նշել է. «Նա ոչինչ չի ունենա, եթե ես չհաստատեմ դա, կտեսնենք, թե նա ինչ ունի»։ Միևնույն ժամանակ Թրամփն ակնկալում է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ կընթանա։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ նախատեսում է նաև զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Պոլիտիկոյի, բացի անվտանգության երաշխիքներից, Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև Զապորոժիեի ատոմակայանի կառավարումը եւ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը։ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ ռազմական գործողությունները շարունակվում են։ Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 500 անօդաչու թռչող Սարք 40 հրթիռ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հիմնական թիրախում է եղել Կիևը։ Հարվածի տակ են հայտնվել էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մեկ մարդ զոհվել է, գրեթե 30-ը վիրավորվել։ Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում։ Բացի այդ, Կիևի մարզում 300,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսաստանի Բելգորոդի մարզում էլ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից մեկ մարդ է վիրավորվել։ Ուկրաինայի գնդակոծության ընթացքում Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել, ինչի պատճառով երկրի արևելքում 2 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Թայլանդը եւ Կամբոջան մի քանի օր տևած բանակցություններից հետո հրադադարի համաձայնության են եկել, որը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը եւ բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին, այնպես էլ կողմերի ռազմական թիրախներին հարվածները։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի լիարժեք պահպանմանը եւ երկու երկրների սահմանին կայունության, անվտանգության եւ խաղաղության հաստատմանը։ Կամբոջայի եւ Թայլանդի սահմանին բախումները վերսկսվել էին դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալազիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են միմյանց։ 20 օրվա բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել, գրեթե 1 միլիոն մարդ տարհանվել է։ Երկրների միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան 1 դար։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունները տարածաշրջանում, նշելով, որ Վաշինգտոնը փորձում է գաղութային եւ ստրկատիրական գերիշխանության մոդել պարտադրել։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն վիրտուալ իրականություն է հորինում, որպեսզի արդարացնի իր միջամտությունը։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ուժեղացման ֆոնին Պուերտո Ռիկոյում նկատվել են ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքեր, ռազմական ինքնաթիռներ եւ անձնակազմ։ ԱՄՆ-ն Կարիբյան ծովում տեղակայել է հազարավոր զինվորականների, ինչպես նաև ավիակիր նավ, ռազմանավեր եւ կործանիչներ։ Երկու երկրների միջև հարաբերությունները վերջին ամիսներին բավական լարված են։ ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում տասնյակ հարվածներ է հասցրել նավակների, նշելով, որ դրանք Վենեսուելայից թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Այս հարվածների հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել։ Մի շարք երկրներ դատապարտել են այդ հարձակումները, դրանք որակելով որպես արտադատական սպանություններ։ Միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգելափակվեն Վենեսուելա մտնող եւ այնտեղից դուրս եկող նավերը, որոնք գտնվում են պատժամիջոցների ցանկում։ Կարիբյան ծովում վենեսուելական նավթահումքով բեռնված արդեն 2 նավ է կալանվել։ Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որն ինքնահռչակ Սոմալիլենդի հանրապետությունը ճանաչել է որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արտգործնախարար Գեդեոն Սաարը եւ Սոմալիլենդի ղեկավար Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլահին փոխադարձ ճանաչման համատեղ հռչակագիր են ստորագրել։ Նեթանյահուն տեսազանգի ընթացքում հայտարարել է, որ կհամագործակցի Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ Աբդուլլահին էլ հայտարարել է, որ Սոմալիլենդը կմիանա Աբրահամյան համաձայնագրին,
պայմանագրերին։ Սոմալիի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ջիբութիի կառավարությունները եւ Աֆրիկյան միությունը խստորեն դատապարտել են Իսրայելի նախաձեռնությունը, մեղադրելով նրան էքսպանսիոնիստական քաղաքականության, Սոմալիի ներքին քաղաքականությանը միջամտելու եւ անկայունություն ստեղծելու համար։ Սոմալիլենդի ինքնավար մարզը, որը համարվում է Սոմալիի մաս, անկախություն է հռչակել 1991 թվականին։ Մինչ օրս այն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։